Տիկին Մինասյան, համակարգը արդեն իսկ պատրաստ է, ուղղակի այս ամբիոնից չեմ հնչեցնում համակարգի անունը, դա ժամանակին մշակված համակարգն է, որը մենք կատարելագործում ենք, իսկ տեխնիկական սպասարկումը դեռևս իրականացվելու է նախարարության կողմից։ Ամեն դեպքում մենք նաև սերտ համագործակցում ենք Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ եւ ձեր մյուս հարցերի պատասխանները իրենք հստակ ունեն, այսինքն սերվերների մասով հարցին է խոսքը վերաբերում։ Դատական վիճակագրության հետ կապված պետք է նշեմ, որ նման վիճակագրություն չի բարվում, բայց օբյեկտիվ իրականության մեջ դեպքերն իրապես բազմաթիվ են, երբ դատական նիստերը ձգձգվում են կողմերի չներկայանալու, հատկապես քրեական գործերով վկաների չներկայանալու պատճառով։ Ամեն դեպքում մենք աշխատում ենք ունենալ դատական վիճակագրության նոր համակարգ, որտեղ այդ չափորոշիչները կլրամշակվեն եւ ապագայում նաեւ կունենանք համապատասխան տողեր, որոնցով կվարվի վիճակագրություն։ Ինչ վերաբերում է քրեակատարական ծառայության հետ կապված խնդիրներին, ես համամիտ եմ իհարկե փակ քննարկումներ եւ բաց քննարկումներ նույնիսկ կազմակերպելուն։ Առաջարկում եմ նաեւ քննարկումներին մասնակից դարձնել մեր գործընկեր նախարարությանը, մասնավորապես առողջապահության նախարարությանը։ Ձեր կողմից նշված թվերը իրապես մտահոգիչ են եւ այդ ուղղությամբ մենք քայլեր ձեռնարկում ենք։ Այդ թվի մի մասը ինքնասպանություն կատարած անձինք են, իհարկե փոքր մասը, բայց ամեն դեպքում արդեն իսկ մրցույթ է հայտարարվել, որպեսզի մենք որոշ խցեր կարողանանք զինել տեխնիկական միջոցներով, այն է տեսախցիկներով, որպեսզի կարողանանք կանխել անձանց հնարավոր նման վարքագիծը եւ սրա տակ դրված է լուրջ ուսումնասիրված միջազգային փորձ։ Ինչ վերաբերում է մյուս դեպքերին, ապա այստեղ կառավարության 825-N որոշման փոփոխությունների կարիք է զգացվում, որպեսզի մենք հիվանդությունների ցանկը, որոնք չեն համապատասխանում պատժի կրմանը կամ անհամատեղելի են դրանց հետ, փորձենք ընդհարձակել ավելի։